Արցախի հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում օր լրատվական ծրագրի հիմնական թողարկումն է։ Բարի երեկո, կարևոր թեմաները նախ համարում։ Հայաստանի Հանրապետության վարչապետի Արցախյան օրակարգը շարունակվում է։ Կարեն Կարապետյանին երեկոյան ընդունել է նախագահ Բակո Սահակյանը։ Պաշտոնական հանդիպումներին հաջորդել է մամուլի ասուլիսը։ Ինչ հետևություններ են կատարել ապրիլյան պատերազմից, որքանով են արդյունավետ գործում վերջին ամիսներին առաջնագծում ներդրված նորույթները, ինչ բարեփոխումներ են նախատեսվում, գնահատել է Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պատվիրակությունը։ Հանդիպում նախագահական նստավայրում Բակո Սահակյանն ընդունել է Հայաստանի Հանրապետության արտգործնախարարի տեղակալ Կարեն Նազարյանին։ Հնարավորություն ընդլայնելու համագործակցությունը տնտեսության տարբեր ոլորտներում, էկոնոմիկայի նախարարությունում այսօր համագործակցության հուշագրեր են ստորագրվել։ Հայաստանի Հանրապետության վարչապետի Արցախյան օրակարգը շարունակվում է։ Կարեն Կարապետյանին երեկոյան ընդունել է նախագահ Բակո Սահակյանը։ Պաշտոնական հանդիպումներ տեղի են ունեցել նաև այսօր։ Հանդիպումը նախագահական նստավայրում սկսվել է պարգևատրման արարողությամբ։ Բակո Սահակյանը Կարեն Կարապետյանին է հանձնել Մեսրոպ Մաշտոց շքանշան, որով նա պարգևատրվել էր օգոստոսի 30-ին սոցիալ-տնտեսական կարևորագույն խնդիրների իրականացման գործում Արցախին ցուցաբերած աջակցության համար եւ ի նշանավորումն ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձի։ Նախագահ Սահակյանը մեկ անգամիվը շնորհավորել է Կարեն Կարապետյանին Հայաստանի Հանրապետության կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ եւ հույս հայտնել, որ նրա վարչապետության օրոք կշարունակի հետեւողականորեն զարգանալ ու ընդլայնվել Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բարձր մակարդակի վրա գտնվող տնտեսական համագործակցությունը։ Հանդիպանը, որի մասնակցում էր վարչապետ Արայիկ Հարությունյանը, քննարկվել են հայկական երկու պետությունների տնտեսական համագործակցության առնչվող հարցերի լայն շրջանակ։ Առավոտյան հայկական զույգ հանրապետությունների կառավարությունների անդամները վարչապետների գլխավորությամբ այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր եւ ծաղիկներ խոնարհել այնտեղ։ Այնուհետև կառավարությունների ղեկավարների մասնակցությամբ հրավիրվել է աշխատանքային խորհրդակցություն քննարկելու գործադիր մարմինների միջև համագործակցության հիմնական ուղղություններն ու խնդիրները։ Արայիկ Հարությունյանը Արցախի իշխանությունների անունից շնորհավորել է Կարեն Կարապետյանին Արցախի նախագահի կողմից Մեսրոպ Մաշտոց շքանշանին արժանանալու առթիվ։ Հանրապետության վարչապետը հաջողություններ է մաղթել Կարեն Կարապետյանին նոր պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Շնորհակալություն հայտնելով շնորհավորանքների եւ ջերմ ընդունելության համար Հայաստանի Հանրապետության վարչապետը նշել է, որ իրեն պարտավորված է զգում եւ գործնական է տրամադրված երկու կառավարությունների միջև համագործակցությունն էլ ավելի խորացնելու եւ փորձի փոխանակումն ընդլայնելու գործում։ Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ Արցախի Հանրապետության վարչապետի հետ գաղափարակիցներն եւ տնտեսության զարգացման պատկերացումները նույնն են։ Ուստի ակնկալում է առավելագույն արդյունավետ աշխատանք առկա խնդիրների վերանման եւ քննարկման ժամանակ, ինչպես նաեւ հետագա համագործակցության ընթացքում դրանց լուծումներ գտնելու գործում։ Այնուհետև Արցախի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Անդրանիկ Խաչատրյանը ներկայացրել է 2007-2015 թվականների ընթացքում տնտեսության զարգացման ծրագրերի վերաբերյալ հաշվետվություն, անդրադառնալով տարբեր ոլորտների զարգացման գործիքակազմերին եւ խնդիրներին։ Կարեն Կարապետյանը տպավորիչ եւ օրինակելի համարելով ներկայացված մակրո ցուցանիշները, ներկաների ուշադրությունը հրավիրել է հատկապես էներգետիկայի եւ զբոսաշրջության ոլորտների զարգացումը խթանող նոր գործիքների մշակման անհրաժեշտության վրա։ Արցախի ներդրումային եւ գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի տնօրենները ներկայացրել են իրենց ղեկավարած կառույցների գործառույթներն ու ցուցանիշները։ Արայիկ Հարությունյանն էլ ներդրումային եւ գյուղատնտեսական ծրագրերի ուղղությամբ կառավարության քաղաքականության հիմնական տրամաբանությունը։ Վարչապետը պատրաստակամություն է հայտնել Արցախի Հանրապետության կառավարության կուտակած փորձով կիսվել Հայաստանի Հանրապետության գործընկերների հետ։ Կարեն Կարապետյանն իր դրական տպավորությունն է արտահայտել հիմնադրամների գործունեության ու կիրառվող գործիքակազմի վերաբերյալ եւ հանձնարարել Հայաստանի Հանրապետության համապատասխան պաշտոնյաներին փորձի փոխանակման միջոցով քայլեր ձեռնարկել Հայաստանի Հանրապետությունում եւս նմանատիպ կառույցներ հիմնելու եւ գործունեություն ծավալելու ուղղությամբ։ Խորհրդակցության ընթացքում կողմերն առաջ են քաշել կոնկրետ առաջարկներ եւ ձեռք բերել փոխադարձ պայմանավորվածություններ դրանց կյանքի կոչման ուղղությամբ։ Հանդիպման ավարտին կառավարությունների ղեկավարները տվել են համապատասխան հանձնարարականներ վերհանված խնդիրների արդյունավետ լուծման նպատակով։ Վերջում երկու կառավարությունների ղեկավարների գլխավորությամբ առանձին խորհրդակցություն է տեղի ունեցել էներգետիկայի ոլորտում համագործակցության կոնկրետ ծրագրերի շուրջ։ Կողմերը ձեռք են բերել պայմանավորվածություններ հետագա անելիքների վերաբերյալ։ Սամվել Բալայան, Մերժան Հայրապետյան, Հայկ Բաբայան, օր։
Օրվա կեսին ազգային ժողովում տեղի ունեցել խորհրդարանի մշտական հանձնաժողովների եւ խմբակցությունների ղեկավարների հանդիպումը Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանի եւ նրա հետ Արցախ ժամանած կառավարության մի խումբ անդամների հետ։ Ողջունելով հյուրերին խորհրդարանի նախագահը կարևորել է Հայաստանի Հանրապետության վարչապետի Արցախ այցի շրջանակում ԼՂՀ օրենսդիր մարմնի հետ հանդիպելու նախաձեռնությունը։ Այս այցը միայն արարողակարգային չէ, այն ակնհայտ նպատակային մտադրություն է Արցախ-Հայաստան բարձր մակարդակի հարաբերությունները ոչ միայն պահելու, այլև դրանք ընդլայնելու, խորացնելու եւ առկա կապերը համակողմանի դարձնելու համար, նշել է Աշոտ Ղուլյանը։ Այնուհետև խորհրդարանի նախագահը Կարեն Կարապետյանին է ներկայացրել հանդիպմանը ներկա ԼՂՀ ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահներին եւ խմբակցությունների ղեկավարներին։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար Կարեն Կարապետյանը ընդգծել է, որ այս այցը հնարավորություն է Հայաստանի եւ Արցախի միջև կապերն ավելի ամրապնդելու համար։ Հանդիպման ընթացքում ԼՂՀ ազգային ժողովի պատգամավորները Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ քննարկել են տնտեսական, սոցիալական, քաղաքական ոլորտներին եւ դրանց օրենսդրական կարգավորումներին վերաբերող հարցեր։ Ձեռք է բերվել պայմանավորվածություն օրենսդիր գործադիր երկխոսությունը շարունակելու նպատակով հաջորդաբար քննարկել գործնական համագործակցության թեմաները։ Այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության վարչապետները Տիգրանակերտի թանգարանում հանդիպել են լրագրողների հետ, խոսել են այս օրերի հանդիպումների եւ երկու հանրապետություններում առկա խնդիրների եւ դրանց լուծման ճանապարհների մասին։ Այդ մասին պատմող տեսանյութն այժմին մոնտաժվում է եւ ձեր ուշադրությանը կներկայացնենք պատրաստ լինելուն պես։ Նոյեմբերի 4-ի լույս 5-ի գիշերը Ղարաբաղի-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 40 անգամ, որի ընթացքում տարբեր դրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 620 կրակոց։ Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը հետևել են հրադադարի ռեժիմի պահպանմանը եւ շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը։ Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է Հայաստանի հանրապետության արտգործնախարարի տեղակալ Կարեն Նազարյանին։ Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի հանրապետության արտգործնախարար Կարեն Միրզոյանը, քննարկվել են արտաքին քաղաքականությանը եւ այդ ոլորտում հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր, հայտնել են նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։ Նույն աղբյուրից ստացված մեկ այլ տեղեկատվության համաձայն նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է նաև Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի պատվիրակությանը հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի գլխավորությամբ։ Հանդիպմանը քննարկվել են պաշտպանության եւ անվտանգության ոլորտներին վերաբերող մի շարք հարցեր։ Նախագահ Սահակյանը նշել է, որ վերոհիշյալ ոլորտերում առկա խնդիրների լուծումը կախված է նաև հայկական երկու պետությունների խորհրդարանների համապատասխան հանձնաժողովների միջև փոխգործակցության աստիճանից, հավելելով, որ անհրաժեշտ է այսուհետ եւս պահպանել համագործակցության բարձր մակարդակը։ Այն, որ կատարելագործման եւ արդիականացման ուղղությամբ մեծ աշխատանքներ պետք է իրականացվեն, հայտնի է դա բոլորին, եւ այստեղ պահանջվում է նաեւ ուժերի եւ ջանքերի միասնականացում, որպեսզի մենք կարողանանք տարբեր հատվածներում, տարբեր հարթակներում համակողմանի քննարկումներ ծավալելով գտնենք նաեւ այնպիսի լուծումներ, որոնք կբավարարեն մեր ազգային անվտանգության առաջնահերթություններին։ Կան բազմաթիվ մարտահրավերներ եւ մենք մեր կանխատեսումներով, մտահղացումներով, նաեւ ռազմավարական նոր պլանավորումով պետք է փորձենք համարժեք լուծումներ գտնել։ Բոլոր այդ խնդիրների շուրջ մենք այսօր քննարկում ունեցանք նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի հետ, բավականին անկեղծ զրույց ենք ունեցել, ինչպես նախկինում հնչել են հարցադրումներ, մտահոգություններ, կարծիքներ ենք փոխանակել, նաև խորհրդարանական համագործակցություն առավելապես ամրապնդելու, այս խնդիրների շուրջ քննարկումներ ծավալելու։ Ինչ հետևություններ են կարել ապրիլյան պատերազմից, հայկական երկու հանրապետությունների խորհրդարանականները նորությունները սեփական աչքերով են գնահատել, իսկ հետաքրքրող մանրամասները հենց դիրքապահներից հարցրել առաջնագծում։ Աշխատանքային այցով Արցախում գտնվող Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի պատվիրակությունը արցախցի գործընկերների հետ առաջնագծի մի քանի հատվածներում են եղել, մասամբ որպես նախկին հանձնաժողովական, մասամբ որպես անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար։ Շրջայցին նաև Վիտալի Բալասանյանն է մասնակցել։
Ինչ հետևություններ ենք կատարել ապրիլյան պատերազմից, որքանով են արդյունավետ գործում վերջին ամիսներին առաջնագծում ներդրված նորույթները, ինչ բարեփոխումներ են նախատեսվում Արցախի խորհրդարանի պաշտպանության, անվտանգության եւ օրինապահպանության հարցերի եւ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովների անդամների հանդիպումը առաջնագծի հարևանությամբ էր։ Ապրիլյան պատերազմից հետո շփման գծում հարաբերական անդոր է, որը ժամանակ առ ժամանակ հակառակորդի սադրանքներով է խախտվում։ Ապրիլից հետո ավելի քիչ են կրակում, մենք արձագանքում ենք միայն հրամանը։ Ակտիվանում են մշտական, մանավանդ գիշերային ժամերին ու առավոտվան։ Հիմնականը հրադիկային զենքերից է, հետո ձերքի հակատանկային նռնակներից է, հան 17 ագայես զենքերից ընդհանուր է դա, բայց մշտական դիպուկահարն է աշխատում, հարկ եղած դեպքում պատասխանը տրվում է։ Գորյուն Նահապետյանն ապրիլյան պատերազմից հետո հերթական անգամ է առաջնագծում եւ իր եւ հանձնաժողովականների համար այս այցը կարեւոր է համարում նրանով, որ տպավորություններն արտացոլվելու են բյուջե 2017-ի քննարկումներում։ Եվ այդ իմաստով ուզում եմ առանձնակի կարևորել այս այցը, որովհետեւ այս դիտարկումները օգնելու են մեզ նաեւ գնահատելու 2017 թվականի բյուջեն մեր երկրի պաշտպանության եւ անվտանգության համատեքստում Հայաստանյան քաղաքական դաշտի իշխանական եւ ընդդիմադիր ուժերը համակարծիք են Հայաստանի անվտանգությունը սկսվում է հենց Արցախի խրամատներից։ Մեր երկրի սահմանը սկսվում է հենց այստեղից։ Այստեղի խրամատից մեր հայրենիքի սահմանն է սկսվում եւ կարծում եմ յուրաքանչյուր հայ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի պետք է այս գիտակցումը ունենա եւ իր ներդրումը ունենա մեր հայրենիքի պաշտպանության սուրբ գործի։ Վիտալի Բալասանյանը խորհրդարանականների հետ առաջնագիծ այցին մասնակցում է մասամբ որպես նախկին падգամավոր, մասամբ որպես Արցախի անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար։ Նման այցերն ու հանդիպումները կարևոր է համարում եւ խորհրդարանականների եւ զինվորականների համար։ Բացի պլանից մենք եւս կատարում ենք արտահերթ, երբ որ դրան հարատապությունը եւ անհրաժեշտությունը լինում է, հանդիպումներ լինում է, մենք միաժամանակ պետք է փոխգործակցության եւ համագործակցության եզրիկն է, ինչու՞ չէ մենք գտնում ենք մի տարածաշրջան եւ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը եւ Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը կատարում են նույն առաքելությունը։ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի պատվիրակության աշխատանքային այցն Արցախ կավարտվի նոյեմբերի 6-ին։ Նախատեսվում են հանդիպումներ բարձրաստիճան պաշտոնյաների եւ համատեղ նիստ Արցախի խորհրդարանի գործընկեր հանձնաժողովի հետ։ Նորայր Հովսեփյան, Բենյամին Ղարախանյան, օր։ Եվ խոստացված տեսանյութի մասին, ինչպես արդեն հայտնել եմ, այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության վարչապետները Տիգրանակերտի թանգարանում հանդիպել են լրագրողների հետ, խոսել են այս օրերի հանդիպումների եւ երկու հանրապետություններում առկա խնդիրների եւ դրանց լուծման ճանապարհների մասին։ Լրագրողների հետ հանդիպումը բացօթյա էր, անմիջական մթնոլորտում դրան վարչապետները եկել էին առաջնադիր այցելությունից, ինչպես Հայաստանի Հանրապետության վարչապետը նշեց, զինվորների հետ ոգևորիչ եւ պարտավորեցնող հանդիպումից հետո։ Առաջին հարցը առաջնադիրքում մեծամասամբ անապահով ընտանիքների զավակների ծառայելու վերաբերյալ էր։ Եթե դա իրոք այդպես է, ապա մեր պաշտպանության բանակի հրամանատարները մենք բոլորս այդ հարցով մտածելու եւ ուղղելու անհրաժեշտություն ունենք։ Ինչ է փոխվել առաջնադիրքում ապրիլյան իրադարձություններից հետո, պատասխանողն այս անգամ Արցախի վարչապետն էր։ Խոսելով կատարված քայլերի մասին, Արայիկ Հարությունյանը նշեց, որ 2017 թվականի պետական բյուջեով մեծ ներդրումներ են նախատեսվում։ Այցելելով առաջնագիծ, խոսեցնելով զինվորներին, սպայական անձնակազմին, դուք ինքներդ համոզված կլինեք դրանով։ Երկու հայկական կառավարությունների համագործակցության մասին Արցախի վարչապետը չթաքցրեց ապրիլյան իրադարձություններից հետո այդ կապակցությամբ մտահոգություններ ուներ։ Հիմա թունելի վերջում լույս կա։ Այո, այսօր տրամադրությունը շատ բարձր է, որտեղ տեսնում եմ այն լուսավոր կետը, որի համար մենք բոլորս մտածում ենք։ Միայն Արցախով հնարավոր չէ ընդհանուր մեր հայկական խնդիրները լուծել։ Իսկ այն տրամադրությունը, որը կար Հայաստանում, ինձ համար ավելի մտահոգիչ էր, քան առաջնագիծը։ Հայաստանի Հանրապետության վարչապետը տպավորված Արցախում կատարված մի քանի քայլերից, մասնավորապես նշեց Արցախի ներդրումային եւ գյուղ եւ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամների գործունեությունը։ Ես իրականում համարում եմ ֆանտաստիկ ճիշտ քայլ են արել, համարձակ քայլ են արել, բիզնես տրամաբանությամբ քայլ են արել եւ այն աճը տոկոսները, որը մենք տեսնում ենք Լեռնային Ղարաբաղում, հաշվի առնելով անվտանգության խնդիրները, բիզնեսի ռիսկայնությունը, ես համարում եմ շատ համարձակ
բարեփոխումների ռեֆորմատորսկի քայլ, որը տվել է արդյունք։ Ինչպես է հաջողվում Հայաստանի Հանրապետությունից ավելի բարձր տնտեսական աճ ապահովել Արցախում։ Արցախի տնտեսական աճի իր ազդեցությունը նաև Հայաստանի տնտեսության վրա է թողնում, նշեց Արայք Հարությունյանը, շեշտելով, որ առանց Հայաստանի Հանրապետության կառավարության աջակցության դրան հասնել հնարավոր չէր լինի։ 2008 թվականից սկսված ոչ միայն մեր հարաբերությունները Հայաստանի Հանրապետության հետ սահմանափակվում էր ֆինանսական միջպետական վարկով, այլ ներդրումներ ներգրավելու եւ տարբեր այլ ծրագրեր իրականացնելու առումով։ Իսկ մինչեւ 2008 թվականը այդպիսի հնարավորություններ չկար։ Դրա համար էներգետիկան չէր զարգանում Արցախում։ Դրա համար գյուղատնտեսությունում ակտիվ վարկավորում չէր կատարվում։ Դրա համար 1996 թվականի մինչեւ 2008 թվականը մի հատ նոր տեխնիկա Ղարաբաղ չի եկել։ Դա Ղարաբաղյան իշխանության անգործնության արդյունք չէր։ Դա այո Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից այն վերաբերմունքը չկար իշխանությունների կողմից, ինչպիսին այսօր մենք ունենք։ Դրա համար մեզ հաջողվում է ավելի մեծ տնտեսական աճ ապահովել։ Հենց այդ աջակցության շնորհիվ 2017 թվականի պետական բյուջեն ավելին կլինի իր հնարավորություններով, քան 2016 թվականի բյուջեն էր։ Հիշեցնենք, որ նախապես հայտարարվել էր, որ նոր տարվա ֆինանսական հնարավորություններն այս տարվան հավասար կլինեն։ Մեկ այլ հայտարարություն, որ այսօր Արցախի վարչապետն արեց հունվարից կապի արցախյան օպերատորը Ղարաբաղ Տելեկոմը վերանայելու է սակագները նվազեցման միտումով։ Արցախում կադրային փոփոխություններ ու բյուջետային համակարգում կրճատումներ սպասվում են, թե չէ, կադրային համատարած փոփոխություններ առաջիկայում չեն լինի։ Իսկ կառավարման համակարգում փոփոխությունները կապվում են առաջիկա սահմանադրական բարեփոխումների հետ։ Արցախի տնտեսությունում Հայաստանի կառավարության այս այցի հետևանքով ինչ կարող է փոխվել։ Երեքշաբթի օնլայնված հանդիպում է նախատեսված, իրազեկեց Կարեն Կարապետյանը։ Թեման լինելու է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը։ Բանաձևը հետևյալն ենք դրել։ Բիզնեսը ասում է իրեն ինչ է պետք, որպեսզի ինքը հեղափոխություն անի, ինչ է ակնկալում մեզանից, մենք ասում ենք այդ ակնկալիքների մեջ մեր մուսկուլները, մեր բյուջեն, մեր կարողությունները ինտելեկտուալ թույլ են տալի թե չէ, եւ մենք գնում ենք առաջ։ Կարողանանք մենք այդ մարդկային կապիտալի, այդ որակի մարդկային կապիտալի մեջ ներգրավենք Արցախի Հանրապետությունը, ժամանակը ցույց կտա, համենայն դեպս ես պատրաստ եմ ամեն ինչ անել դրա համար։ Այս ոլորտն այն լծակն է, որն օգտագործելով հնարավոր կլինի աշխարհը շուռ տալ, կարծում է Հայաստանի Հանրապետության վարչապետը։ Լուսինա Ավանեսյան, Բենիկ Ղարախանյան, Հայկ Բաբայան, օր։ Այսօր Հայաստանի տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը եւ ԼՂՀ էկոնոմիկայի նախարար Անդրանիկ Խաչատրյանը կնքել են փոխգործակցության հուշագիր։ Այն հնարավորություն է ընձեռնելու ընդլայնել համագործակցությունը տնտեսության տարբեր ոլորտներում։ Այս տարիների ընթացքում հատկապես Հայաստանի Հանրապետության Եվրասիական տնտեսական միության անդամակցվելու հետ կապված բազմաթիվ մենք ընդհանուր խնդիրներ ունենք քննարկելու, ամփոփելու, ընթացքավորելու եւ հետագա մեր անելիքները որոշելու առումով։ Այսօրվա մենք մեր հանդիպմանը մենք նախատեսում ենք էկոնոմիկայի նախարարության հետ Հայաստանի տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության հետ կնքել համագործակցության հուշագիրը մանրամասը մշակվել է բոլոր կառուցվածքային ստորաբաժանումների առաջարկությունների հիմք ընդունելով, ասեմ, որ ստորագրվող փաստաթուղթը իրենից ներկայացնում է ոչ թե ուղղակի փաստաթուղթ, որ մենք ստորագրում ենք որից է մեկին հաշվետվություն ներկայացնելու համար, այլ ստորագրվող հուշագրում մենք նախատեսում ենք բոլոր այն ուղղությունները, բոլոր այն մեր անելիքները, բոլոր այն համատեղ աշխատանքները, որը մենք պիտի իրականացնենք այսուհետ համատեղ մեր գործունեության ընթացքում։ Այն փաստաթուղթը, որը մի քանի րոպե անց ես եւ Լեռնային Ղարաբաղի էկոնոմիկայի նախարարը կստորագրենք, դա զուտ փաստաթուղթ չէ լինելու, այլ դրա մեջ մենք տեսնում ենք այն համագործակցությունը, որը պետք է կրի ամենօրյա բնույթ։ Մենք պարզում ենք ձեռբեր նախարարել, որ մեր երկու գերատեսչությունները պետք է համապատասխան ստորաբաժանումները իրար հետ անմիջական կապի մեջ լինեն ամենօրյա ռեժիմով։ Մենք պատրաստական ենք, որպեսզի այն կառույցը, որը ձևավորված է Հայաստանի Հանրապետությունում, այն պետք է իր գործունեությունը իրականացնի հաշվի առնելով մեր երկու հանրապետությունների բոլոր եւ ընդհանուր շահերը։
Սուրեն Կարայանը պատրաստակամություն է հայտնել աջակցել գործընկեր կառույցին բոլոր օղակներում, իսկ դրա համար անհրաժեշտ փաստաթղթային հիմքը փոխգործակցության հուշագիրն է, որ ստորագրեցին երկու նախարարները։ Մարինե Մկրտչյան, Հայկ Բաբայան, օր։ Ավելի ուշ Սուրեն Կարայանի եւ Անդրանիկ Խաչատրյանի միջև տեղի ունեցել աշխատանքային հանդիպում, որի ժամանակ երկու նախարարները ավելի մանրամասն քննարկել են համագործակցության ուղղությունները։ Էներգետիկ ոլորտ, բարձր տեխնոլոգիաներ, ստանդարտացում եւ սերտիֆիկացում, համագործակցությունը երկու կառույցների միջև բազմաշերտ է լինելու։ Նաեւ աջակցելու են ներդրումների ներգրավման, առևտրի ու արտահանման խթանման, արդյունաբերության ոլորտներում։ Այն համագործակցությունը, որ տեղի կունենա մեր գերատեսչությունների միջև, այսուհետ կկրի ինստիտուցիոնալ բնույթ եւ կարելի ասել նաեւ ամենօրյա բնույթ, որը որ հնարավորություն կտա, որպեսզի մենք բոլոր մեր զարգացման ուղղություններով լինենք միասին եւ բոլոր քայլերը իրականացնենք համատեղ, ինչը կապավի մեզ ավելի զգալի արդյունքներ արձանագրել, ինչպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում։ Մշակվել է Արցախի տնտեսության զարգացման ռազմավարությունը, որը միտված է կյանքի նոր որակ ապահովելուն։ Այդ համատեքստում առաջիկայում ստեղծվելու է աշխատանքային խումբ, որը կհամակարգի նախարարությունների փոխգործակցությունը։ Այսօրվա հանդիպումը եւ քննարկումը շատ արդիական է եւ կարծում եմ համոզված եմ, որ լինելու է արդյունավետ, որովհետեւ կուտակված խնդիրները նշված ոլորտներում արդեն շատացել են։ Որպես բարի կամ արտահայտություն ու համագործակցության նոր թափի սկիզբ Հայաստանի տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը գործընկեր կառույցին է տրամադրել 50 միլիոն դրամ։ Այդ միջոցներով ձեռք է բերվել ՈՒԱԶ մագնիշի 13 մեքենա։ Մեքենաների բանալիներն այսօր հանդիսավոր պայմաններում հանձնվեցին համայնքների ղեկավարներին։ Մարինե Մկրտչյան, Հայկ Բաբայան, օր։ Այսօր էկոնոմիկայի նախարար Անդրանիկ Խաչատրյանն ընդունել է աշխատանքային այցով Արցախ ժամանած Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են էներգետիկայի բնագավառի գերակա խնդիրները, ապագա անելիքներն ու ծրագրերը։ Հայաստանի Հանրապետական կուսակցության կանանց խորհրդի նախաձեռնությամբ այսօր Երևանում կայացել է Հայաստան 25 աշխարհը եւ կանայք խորագրով համաժողովը, նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին։ Համաժողովի մասնակիցներին շնորհավորական ուղերձ է եղել նախագահ Բակո Սահակյանը։ Ուղերձում ասված է. Համաժողովի հարգելի մասնակիցներ, ողջունում եմ բոլորիդ եւ շնորհավորում այս կարևոր միջոցառման մեկնարկի կապակցությամբ։ Մեր ժողովրդի ողջ պատմության ընթացքում հայկինը միշտ եղել է հարազատ օջախի եւ ընտանիքի խորհրդանիշը, ազգային ավանդույթների պահպանման, մատաղ սերնդի հայեցի դաստիարակության կարևորագույն գրավականը։ Անհնարին է պատկերացնել ժողովրդի հարատևումը, մեր հաղթանակները, սեփական ուժերի նկատմամբ հավատքն ու լավատեսությունն առանց այս արժեքների։ Այսօր էլ հայ կանայք ակտիվորեն ներգրավված են հասարակական քաղաքական կյանքում, շոշափելի դերակատարություն ունեն պետականաշինության, հայրենիքի պաշտպանության, կրթության, դաստիարակության եւ պետության կենսագործունեության բոլոր ոլորտներում։ Դա մեծ ձեռքբերում է, որը նաեւ պետության բնականոն զարգացման, քաղաքակիրթ աշխարհի մաս կազմելու անհրաժեշտ պայման է։ Քաղաքական եւ հասարակական ակտիվությամբ հատկապես աչքի է ընկնում Հայաստանի Հանրապետական կուսակցության կանանց խորհուրդը եւ այս միջոցառման անցկացումը դրա վառ ապացույցներից է։ Համաժողովի ժամանակ քննարկվելիք թեմաները կարևոր են ու հրատապ եւ ողջունելի է, որ ձեր աշխատանքներին մասնակցում են նաեւ Արցախի քաղաքական եւ հասարակական դաշտը ներկայացնող կանայք։ Մաղթում եմ բոլորիդ արդյունավետ աշխատանք, հաջողություններ կյանքում եւ ձեր գործունեության մեջ։ Այսօր տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղի Կոմկուսի կենտկոմի բյուրոյի ընդլայնված նիստը նվիրված Կոմկուսի վերականգնման 20-ամյակին։ Կուսակցության ղեկավար Հրանտ Մելքումյանը տոնի առթիվ շնորհավորել է ներկաներին, այնուհետև ներկայացրել կուսակցության վերականգնման նախադրյալներն ու պայմանները, թույլ տրված հիմնական թերությունները, կոչ է արել համախմբվել մեկ միասնական նպատակի շուրջ, այն է ամեն ինչ անել Կոմկուսի վաղեմի հեղինակությունը վերականգնելու համար։ Հիշարժան տարեդարձի առթիվ եղան նաև պարգևատրումներ։ Կուսակցության մի խումբ ակտիվիստներ պարգևատրվել են ԼՂՀ վարչապետի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Կոմկուսի Ստեփան Շահումյան հուշամեդալներով, հայտնել են Լեռնային Ղարաբաղի Կոմկուսի մամուլոցարայությունից։ Այսօրվա համար պատրաստել ենք այսքանը։ Հաճելի հանգստյան օրեր, բարի եւ խաղաղ գիշեր։
Հանրապետության տարածքում կդիտվի փոփոխական անբավարարություն առանց ձեղումների եղանակ, վարկյանում 3-ից 8 մետր արագությամբ հարավ-արևմտյան քամի, օդի ջերմաստիճանը գիշերը 1-ից 4, ցերեկը 10-ից 15 աստիճան տաքություն։